Մերձավոր արևելքից ստացվող լուրերի գերիշխող մեծամասնությունը ողբերգությունների եւ սպանությունների մասին է, սակայն երբեմն լրատվամիջոցները հուսադրող հաղորդագրություն են փոխանցում։ Հրադադարներն էլ մերձավոր արևելքում հաճախ լինում են կարճատև եւ հարաբերական, բայց ամեն անգամ մարդիկ ուզում են հավատալ, որ այդ մեկը հարատև կլինի։ Սիրիայի կառավարությունը եւ Սիրիայի դեմոկրատական ուժերը հրադադար են կնքել։ Սիրիայի դեմոկրատական ուժեր անվամբ կառույցը մեծավ մասամբ քուրդ զինյալներից կազմված ջոկատների զորամիավորում է, որի ամենահզոր հովանավորը Միացյալ Նահանգներն է։ Այդուհանդերձ Բաշար Ալ-Ասադի ռեժիմը ոչ եւս է եւ ինչպես հաճախ է պատահել քրդերի բավական տխուր պատմության ընթացքում, նրանց զինված լինելու հանգամանքը սկսել է նյարդայնացնել թե պաշտոնական Դամասկոսի եւ թե հարևան երկրների ղեկավարներին։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ Ալ-Շարաան, որը նախկինում մահմեդական զինյալ էր եւ Ալ-Ղաիդայի ու տարատեսակալ կառույցների անդամ, հիմա ունի բավական ամուր միջազգային լեգիտիմություն։ Նա երեք կնքված հրադադարը համարում է հաղթանակ բոլոր սիրիացիների համար։ Աստծո կամոք սա լավ սկիզբ կլինի մեր վերակառուցման եւ զարգացման համար եւ վերջ կդնի Սիրիայի ներկայիս պառակտված վիճակին, մեզ կտանի դեպի միասնություն եւ առաջընթաց։ Միասնական Սիրիան ավելի ամուր երաշխիքներ կապահովի երկրում երկարատև անվտանգության եւ կայունության համար։ Ուշագրավ է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ առաջնորդ Մազլում Աբդին տեսակադրերում չի երևում, սակայն նրա ստորագրությունը կա հրադադարի փաստաթղթում։ Ալ-Շարաան երեք ասել է, որ Աբդին վատ եղանակի պատճառով չէր կարող կիրակի օրը հասնել Հալեբ, բայց երկուշաբթի օրը արդեն կլինի մայրաքաղաքում։ Անցած դեկտեմբերին Սիրիայի պետական բանակի եւ քրդական ուժերի առճակատումը հասել է գագաթնակետին։ Բանակը մեծ ուժերով հզոր հարձակում է նախաձեռնել։ Պաշտոնական Հալեպը քրդերին պարտադրել է կամ զինաթափվել կամ լուծարել զորամիավորումները եւ միանալ պետական բանակին։ 2024-ի դեկտեմբերին գալով իշխանության անցումային շրջանի նախագահ Ալ-Շարաան ասել է, որ իր նպատակն է վերականգնել Սիրիայի միասնությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հրադադարի լուրը խանդավառությամբ են ընդունել Ռաքքա անունով բազմաչարչար քաղաքում, որը բազմիցս այդ կոնֆլիկտում ներքաշված գրեթե բոլոր ուժերի կողմից ռմբահարվել եւ հրթիռակոծվել է։ Ոգևորված մարդիկ երեք Սիրիայի պետական դրոշներ են բերել Ռաքքայի հրապարակ Ալ-Նաիմ, օդարձակած հաղթական կրակահերթով միացել են տոնական հրավառությանը։ Ռաքքայում տիրող տրամադրության մասին խոսել է քաղաքի բնակիչ Յահյա Ալ-Ահմադը։ Մենք հպարտանում ենք Սիրիայի բանակով, այսօր բոլորս կարծես նորից ենք ծնվել, 14 տարի տառապել ենք նախորդ ռեժիմի տակ, հետո էլ քրդական ջոկատներն են իշխել։ Հաֆեզ Համուդն էլ երջանիկ է, որ երկիրը չի մասնատվում։ Սիրիան կլինի միասնական, Փառք Աստծո դա հավերժ կլինի։ Մինչդեռ քրդերը այդքան ոգևորված եւ լավատես չեն։ Ռազմական գործողություններից հեռու մնալու համար հազարավոր քրդեր լքել են իրենց տները, շատերը հասել են Ղամշլի կամ Ալ-Կամիշլի, որտեղ կան նաեւ հայեր։ Բերիվան Ալին Աֆրինից է։ Փախուստի ենք դիմել Աֆրինից, հասել ենք Շահբա, այնտեղից էլ Ռաքքա, հետո Թագբա, տառապել ենք վրաններում, հարձակումների ենք ենթարկվել, երեխաներին փրկելու համար անվերջ փախչում ենք։ 2025-ի տարեվերջի դրությամբ Սիրիայում ներքին տեղահանվածների թիվը մոտ 7 միլիոն 400 հազար էր։